Ուրեք էսին։ Հուլիսի 6-ն է, Երևան։ Դեռևս անհայտ հանգամանքներում Mitsubishi Magnichi ավտոմեքենան Թբիլիսյան խճուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրակարին, ապա կոտրել երկաթե էլեկտրասյունը։ Բախումի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, մինչ դեպքի վայրկի ժամանակ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ վարորդին օգնության են հասել նշված գազալցակայանի աշխատակիցները, ովքեր օգտագործել են իրենց գազալցակայանում պահվող կրակմարիչները, ապա ժամանած հրշեջները մարել են հրդեհը։ Վթարի հետևանքով վարորդը, ինչպես նշում էին դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտաբօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի բարեկները, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Այս պահին արդեն դեպքի մասին բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից հիվանդանոց է մեկը հերթապահ քննիչը, ով այնուհետև կժամանի դեպքի վայր։ Տեսնում եք, էլեկտրասյունը տապալված է, ամբողջությամբ պիտի փոխվի, տեղադրվի նորը, ավտոմեքենան էլ ռուսական համարանիշներով է, այս պահին Բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակում պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։